Կիդավանեսյան երեք միջ գրառում էի կարել Facebook-ում, որ եթե դեղատոմսի ամսական միջին արժեքը, որ կազմում է 20,000 դրամ, 60+ տարիքի քաղաքացիների համար վճարում է պետությունը, սա որ խնդրում կմանրամասնեք, ասում են, եթե մի քաղաքացի գնում է 50,000 դրամի տեղ, նա պետք է ինքը վճարի հայ դեղերի համար, իսկ եթե հենց 20,000-ի շրջանակում է պետությունը։ Չէ, լավ չեք գրածը լավ չեք բան արել, կարդացել։ Ես ռեպորտաժում հարցնում էի մեր դեղատան աշխատակցից, թե ինչքան է միջին էլեկտրոնային դեղատոմսի արժեքը կազմում։ Այսինքն միջինում մեր 65+ քաղաքացիները, երբ որ մոտենում են դեղատուն, ինչքան կկազմեր այն գումարը, եթե նրանք իրենց գրպանից վճարեին, եւ մեր դեղագետը նշեց, որ այն միջինում 20,000 դրամ է կազմում, եւ ես էլ հստակ ուրեմն գրել եմ, որ ստացվում է մեր 65+ տարիքի քաղաքացիները, ովքեր նախկինում ամսական միջինը 20,000 դրամ ծախսում էին իրենց կենսաթոշակից դեղեր գնելու համար, հիմա չեն ծախսում եւ դրա դիմաց վճարում է պետությունը։ Բայց նույն ուրեմն ռեպորտաժում խոսում էինք նաեւ մի պացիենտի մասին, ով որ օրինակ մինչեւ 100,000 դրամի դեղորայք է ստացել ապահովագրության շրջանակներում։ Այստեղ գումարի սահմանափակման մասին չէր խոսքը գնում։ Ես ճիշտ եմ հասկանում 65 տարիքի քաղաքացիները էլեկտրոնային եթե ունեն դեղատոմս դուրս գրած անվճար դրանք պետք պատվերի շրջանակներում 65+ քաղաքացիները, գիտեք, հունվարի 1-ից պետության կողմից ապահովագրվել են եւ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում դեղ օգտագործման մասը եւս ընդգրկված է եւ ցուցակը հրապարակված է դեղերի հասանելի, կան դեղեր, որոնք ամբողջությամբ են փոխհատուցվում, կան դեղեր, որոնց համար կան համավճարներ եւ ըստ էության, այո, մեր 65+ տարիքի անձինք հունվարի 1-ից ապահովագրության շրջանակներում շատ մեծ ֆինանսական խնայողություններ են իրականացում։ Սա ոչ չի վերաբերում միայն դեղերին, այլ նաև հենց բուժօգնություն ստանալու մասով 65+ քաղաքացիների ընդհանուր համամասնությունը մեր այցերի թվի մեջ, որ դիտարկում ենք, 50%-ից ավել է։ Ես սա էլ ուզում եմ ընդգծել, որ տարիներով կուտակված մեր քաղաքացիների առողջական խնդիրները ի վերջո լուծում են ստանում, ի վերջո մեր սիրելի հայրենակիցները կարողանում են վերականգնել իրենց շարժուղնակությունը, փրկվում է նրանց կյանքը, սա մեր ամենակարևոր ձեռքբերումն է։ Երեք տաքսիստները ակցիա են իրականացնում, ասում են, որ մենք ապահովագրություն չենք ստանում, սակայն մենք հարկ ենք վճարում, ու ինչու չենք օգտվում ապահովագրությունից։ Ուրեմն տեսեք, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները ապահովագրվել են 2027 թվականի հունվարի 1-ից, բայց ճիշտն ասած ինձ համար շատ ուրախալի է, որ մեր տաքսի ուրեմն վարորդները տեսնելով ապահովագրության այն կարևոր ձեռքբերումը, որը մեր այլ քաղաքացիներ ունեն, իրենք եւս հայտ են ներկայացրել, որ ընդգրկվեն ապահովագրության շրջանակներում։ Մենք առաջիկայում իհարկե կքննարկենք այս հարցերը եւ կհասկանանք ինչ հնարավորություններ ունենք ըստ էության մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը նրանց եւս դիտարկելու։